Այսօր վաղ առավոտից Մարմարիկ գյուղում կրկին մեկնարկել են արդեն 7 օրից ավել շարունակվող որոնողական աշխատանքները ուղղված 2-ամյա Տիգրանի գտնվելու վայրի պարզմանը։ Փոքրիկը կորել է մայիսի 4-ին իր տան մոտակայքով հոսող Մարմարիկ գետի տարածքում և մինչ այս պահը նրա ճակատագրի վերաբերյալ որևէ հստակություն չկա։ Այսօր արդեն Մարմարիկ գետի ամբողջ երկայնքով մոտ 20 կիլոմետր տարածքով տարվել են լայնածավալ որոնողափրկարարական աշխատանքներ, որոնց ներգրավված են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության թիմերը, վարչության պետ Գևորգ Սեդրակյանի և նրա տեղակալ Ստեփան Ստեփանյանի ղեկավարությամբ, ինչպես նաև հատուկ նշանակության փրկարարական ստորաբաժանումները, կենտրոնի ղեկավարներ Հայկ Նաղդալյանի գլխավորությամբ։ Փրկարարներն աշխատում են օր ու գիշեր անխնա ջանքեր գործադրելով յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքում, գրել է Գագիկ Շամշյանը։ Մարմարիկ գետի դժվարամատչելի վայրերում նույնիսկ խողովակներն են ամբողջությամբ հանվում, բացառելու երեխայի հնարավոր հայտնվելը դրանցում։ Ծանր տեխնիկայի օգնությամբ մաքրվում են գետի խճաքարերն ու բետոնե հատվածները, ստեղծելով հնարավորություններ առավել խորքային ու համակողմանի զննում կատարելու համար։ Բացի փրկարարական խմբերից տեղում են նաև Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները, որոնք շարունակում են զուգահեռ քննչական աշխատանքները։ Բարույթում է պահվում տարբեր վարկածների հավանականությունը, թե երեխայի գետում հայտնվելը, թե այլընտրանքային հնարավորությունները։ Դեպքի վայրում տեղակայվել են մի քանի ջրափրկարարական նավակներ, օգտագործվում են նաև ԱԹՍ-ներ գետի երկայնքով օդային դիտարկում կատարելու համար։ Թեև օրերն անցնում են, սակայն ոչ փրկարարները, ոչ կամավորները, ոչ էլ հատկապես ծնողները մոր և հոր կերպարով հուզիչ կերպով ներկա սուր պատարագներում չեն դադարեցնում հույսը։ Որոնողական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում են ոչ միայն Մարմարիկ գյուղի բնակիչները, այլ նաև հարակից բազմաթիվ համայնքներից ժամանած մարդիկ։ Ուշագրավ է, որ օրվա ցանկացած ժամին, ցերեկ թե գիշեր, գետի ափերին կանգնած են նաև Rafting in Armenia և Հայաստանի զբոսաշրջային ռաֆթինգի ֆեդերացիայի անդամները, ովքեր անտրտունջ աշխատում են անգամ ուժեղ անձրևների ու գետի վարարման պայմաններում, նշել է Շամշյանը։ Նրանք պատրաստ են անգամ անձնական վտանգի գնով մասնակցել որոնումներին, միայն թե գտնվի երեխան։ Եվ այս ամենը տեղի է ունենում հայ հասարակության համախմբվածության և մարդկային զորակցության ուժի ներքո։ Փրկարարները շարունակում են համառորեն մաքրել, պեղել, քանդել հանուն մեկ կյանքի, հանուն փոքրիկ Տիգրանի։ Չնայած յուրաքանչյուր անցնող ժամը մեծացնում է անհանգստությունը, բայց մինչև վերջին պահը ոչ ոք պատրաստ չէ հրաժարվել հույսից։ Մինչև այն պահը, երբ հնչի այդ ամենասպասված լուրը՝ գտնվեց, Մարմարիկը կշարունակի ապրել միայն մեկ բառով՝ փրկել։ Ուղիղ մեկ շաբաթ է անցել Մարմարիկ գյուղում 2-ամյա Տիգրանի անհետացումից, սակայն որոնողական գործողությունները, հույսը և աղոթքը շարունակվում են նույն ուժգնությամբ։ Այսօր առավոտից արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության և կամավորական խմբերի լայնամասշտաբ գործողությունները վերսկսվել են։ Ըստ ներքին գործերի նախարարության ներկայացուցչի, որոնումները կատարվում են միաժամանակ մի քանի ուղղություններով, ինչպես Մարմարիկ գետի երկայնքով և Աղբյուրակի ջրամբարի ուղղությամբ, այնպես էլ գյուղում և հարակից բոլոր հնարավոր տարածքներում։ Ներգրաված են հարյուրավոր փրկարարներ, ջրափրկարարներ, կինոլոգներ, ոստիկանության աշխատակիցներ, գյուղի և հարակից բնակավայրերի բնակիչներ։ Այս ընթացքում ակտիվորեն օգտագործվում են ԱԹՍ-ներ, ջրափրկարարական նավակներ, ինչպես նաև ծանր տեխնիկա գետը մանրակրկիտ զննելու, խողովակներ ու քարեր տեղափոխելու համար։ Որոնումներին զուգահեռ կատարվում են մարդկանց հարցաքննություններ, ստուգվում են տարբեր վարկածներ, ներառյալ առևանգման հնարավորությունը։ Ստուգվում են նաև տարածքում շարժվող մեքենաները, վերանայվում են գյուղի և հարակից հատվածների տեսահսկման հնարավոր կադրերը, ջրագծերը, բաց և փակ տարածքները։ Տիգրանի անհետացման օրվանից ի վեր գյուղը բառացիորեն շունչը պահած սպասում է մի լուրի, որը կբերի հույսի նոր շող։ Ոչ մի լուրջ վարկած այս պահին բացահայտված չէ, իսկ իրավապահները հորդորում են զերծ մնալ կեղծ լուրերի տարածումից, քանի որ ցանկացած մանիպուլատիվ կամ անհիմն տեղեկություն կարող է վնասել ինչպես քննչական աշխատանքներին, այնպես էլ երեխայի ընտանիքին։
Նշվում է նաև, որ որոշակի տեղեկություններ միտումնավոր չեն հրապարակվում, որպեսզի չվնասեն որոնողական և քննիչական գործողություններին։ Հարազատները շարունակում են հուսալ ու աղոթել, ամեն օր արթնանալով միակ ցանկությամբ Տիգրանը վերադարձած տեսնել իրենց գրկում։ Մեծ ցավ, անասելի անորոշություն և անդադար սպասում, այս ամենը դարձել է գյուղի բնակիչների, ողջ Հայաստանի ու Սփյուռքի հույզերի կենտրոնը։ Հարյուրավոր քաղաքացիներ գրառումներ են անում սոցիալական ցանցերում, կոչ են անում լուռ ու մարդկային օգնություն ցուցաբերել, խուսափել դատողություններից ու շահարկումներից։ Այս պահին կարող ենք միայն աղոթել, հուսալ ու հավատալ, որ փրկարարական գործողությունները կհանգեցնեն երկար սպասված լուրին, Տիգրանի գտնվելու վայրը վերջապես հայտնի կդառնա։ Հիշեցնենք, որ այսօր Կարմիր կիրակի էր և Սուրբ Պատարագ Կեչառիս վանքում։ Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել arczepiskopos Քարամյանի Կարմիր կիրակի Սուրբ Պատարագ մատուցեց Տեր Սահակ Քահանա Սահակյանը։ Սուրբ Պատարագին ներկա էին Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղում օրեր առաջ կորած փոքրիկ Տիգրանի ծնողները։ Սրբազան հոր կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք կորած երեխայի շուտ ապույտ և ողջ գտնվելու հավատով։